Այս թվերը վկայում են այն մասին, որ ասենք թե զինվորի, թե կալանավորի կյանքը իշխանության համար որևէ արժեք չունի։ Մարդու որպես այդպիսին կյանքը, առավել ևս կալանավորի կյանքը։ Կալանավորները մարդու իրավունքների եվրոպական դատարանն է նախադեպային իրավունքում բազմիցս նշել, որ գտնվելով շատ ավելի խոցելի եւ նեղ պարիզմուն իմաստով իրավիճակում պիտի արժանանան պետության առավել ուշադրությանը, այդ թվում նաեւ իրենց անվտանգության եւ առողջության ապահովման տեսանկյունից։ Այստեղ ընդհակառակը այդ պահանջները արհամարվում են, բացահայտ արհամարվում են, անձին տեղափոխում են լավագույն դեպքում ուժ հաստատություն, երբ որ արդեն, ինչպես ասում են, մահկանացուն կնքելու նախաշեմին է գտնվում։ Իսկ այստեղ ասել, որ պետությունը կատարում է կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում իր պարտավորությունները, որևէ հիմք չունենք, ընդհակառակը անում է ամեն ինչ, որպեսզի մի բան էլ նպաստի, այսինքն այդ անգործությունը կատարել, այդ արհամարանքը այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ, դա նշանակում է, որ դեռ մի բան էլ նպաստում են, որ այդպիսի այդ իրավիճակները գնալով ավելանան, էլ չասելով այն մասին, որ հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք տեսնում ենք, որ այս կամ այն կառույցի գլխում նշանակում են այնպիսի անձանց, ովքեր որ բացարձակ անիրազեկ են, կոմպիտենտ չեն եւ չեն կարող կառավարել, այսինքն դա արվում է դիտավորությամբ իմ կարծիքով, որպեսզի ստեղծվի այս քաոսը եւ ամենաթողությունը։